Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 65 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, ծառայություններ, հոբիներ, վաստակացանկիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաեւ այն ծառայությունները, որ մատուցվում են, առաջարկվում են թիրախային այս խմբին։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօրվա մեր թեման չափազանց հետաքրքիր է, վերաբերում է բոլորին, անդրադառնալու ենք առողջ երկարակեցության պետական ծրագրին։ Իմ հյուրերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանն ու նույն կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ առողջության խթանման բաժնի պետ Տաթևիկ Մարգարյանն են։ Շնորհակալ եմ, որ ժամանակ կտաք եւ մեր ընդհանուր ծրագրի այս կարևոր նախաձեռնության մասին կխոսենք նաև երկրորդ շնչառության եթերում։ Շնորհակալություն հրավերի համար։ Զարուհի, ծրագրի անունն էլ այս տարի փոխվեց, դարձավ ավելի բովանդակային, ինչ է նշանակում առողջ երկարակեցություն։ Այո, ինչպես նշում եք, ծրագիրը, որը նախկին տարիների ընթացքում իրականացվել է, այս պահին նոր ոգով, նոր շնչով եւ նոր տեսլականով շարունակվում է ընդլայնված գաղափարներով եւ ծրագրային բաղադրիչներով։ Այս տարի արդեն վերաձևակերպված անունով եւ տեսլականով առողջ երկարակեցություն խորագրով իրականացվում է ավելի ընդլայնված բովանդակությամբ եւ նպատակներով, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի նպատակն է խթանել տարեց բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվությունը, ճանաչողական կարողությունների զարգացումը, ամրապնդումը, ինչպես նաև սոցիալական ներառականության եւ սոցիալական իզոլացման կանխումը եւ այսպիսով սոցիալական ներառականության ապահովումն է, որը մեր այս տարվա կարևորագույն տեսլականներից եւ նախանշված ծրագրերից է հիվանդության վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվող։ Մենք դիտարկում ենք, որ դեմենցիան ոչ վարակիչ հիվանդություն է եւ այս ծրագիրը ուղղված է կանխարգելելու դեմենցիան, ծերունական թուլամտությունը, որովհետեւ մարդիկ ավելի լավ իմանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, դրա համար անհրաժեշտ է որ ուրախ լինեն, որ չմեկուսանան, տանը չնստեն։ Ես հաճախ իմ գործունեության ընթացքում հանդիպում եմ տարեցների, որ ինձ ասում են, ես գիրք եմ կարդում, ես լավ եմ, ինձ որևէ մեկը պետք չի։ Այո, դուք ինքնաբավ եք, դուք գիրք եք կարդում, հետաքրքիր կյանք ունեք ձեր ընտանիքում, բայց սոցիալական շփումները, այդ տարիքում նոր ընկերներ գտնելը նույնպես առողջ երկարակեցության գրավականն են։ Միանշանակ եւ հաշվի առնելով այդ բազմաբաղադրիչ առօրյայի կարեւորությունը եւ ինչպես նաեւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման տեսլականն եւ անհրաժեշտությունը հանրային առողջապահական տեսանկյունից այս ծրագիրը նորացված խորագրով եւ բովանդակությամբ մեկնարկել է այս 2026 թվականի հունվարից եւ իրականացվում է ինչպես նախկինում Երևան քաղաքում եւ 3 մարզերում՝ Լոռի, Արարատ եւ Սյունիք եւ նաեւ մեր տեղական գործընկերների հետ համագործակցելով Alzheimer Armenia ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում ենք ծրագրի ընդլայնումը եւս լրացուցիչ 2 մարզերում։ Տաթևիկ, ինչ փուլում ենք այսօր, արձանագրենք, որպեսզի մարդիկ իմանան, որտեղ ունենք ակումբներ, արդեն համալրումն է գնում, արդյոք կան այդ ակումբների համակարգողները, ծրագիրը այս փուլում հունվարից սկսած, ինչ է արդեն արվել, ինչ է սպասվում։ Իրականում ծրագիրը, ինչպես նշեց Զարուհին Գրիգորյանը, արդեն իսկ գործում է ու մեկնարկել է հունվարից, ներկապային մենք ունենք նախատեսված բոլոր խմբակները, դրանք գործում են, դրանք համալրված են մեծ մասամբ, չնայած նրան, որ ունենք մի քանի խմբակ, որտեղ դեռ ունենք համալրման կարիք, ու սա հոյակապ հնարավորություն է նաև դրա մասին բարձրաձայնելու, որպեսզի մեր ավագ սերնդի ներկայացուցիչները նաև լսեն, իմանան եւ գան մասնակցեն այս խմբակներին։ Որ տեղակայումներով դեռ ունենք։ Ես իրականում իմ ձեռքի տակ ունեմ բոլոր մեր խմբակների տեղակայումները, նույնիսկ կարող եմ բոլորը դրանք թվարկել այս պահին, եթե կարող ենք նաև թվարկել, բայց դրան դեռ կանդրադառնանք այս պահին, որտեղը հրատապ համալրումը, որպեսզի մարդիկ, որ մեզ լսում են, դիմեն, միանան, ինչպես գան, որ դպրոցներ գնան։ Այս պահին ունենք կարիք մեր Արաբկիր վարչական շրջանում գործող խմբակի, որը Շիրվանզադեի համար 21 դպրոցում է գործում, հանրակրթական դպրոցում է գործում այս խմբակի համալրման համար, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանում 17 հիմնական դպրոցում գործող խմբակում, այստեղ դեռ ունենք թափուր տեղեր անդամների խմբակին միանալու համար, նենց որ սիրով կսպասենք բոլոր ավագ սերնդի
ներկայացուցիչներին, ովքեր կուզենան, ցանկություն կունենան մասնակցել գունավորելենց օրը, այո, ինչպես նաև իրենք ունենան իրենց ներդրումը իրենց իսկ առողջության խթանման մեջ։ Իսկ ինչ այսինչ աշխատանքներ են կատարվել արդեն։ Մինչև ծրագրի մեկնարկելը ընտրվել են համապատասխան մասնագետներ ծրագրի իրականացման համար, համակարգողներ խմբակների համար, ընտրվել են եւ վերապատրաստվել են ամենակարևորը, այս մասնագետները վերապատրաստվել են եւ ճանաչողական գործընթացների խթանման գծով եւ ֆիզիկական ակտիվության խթանման հետ կապված։ Մասնագետները ունեն բոլոր հմտություններն ու գիտելիքները ավագ սերնդի առողջության խթանման այս ծրագրի, այսինքն մասնակցման համար։ Հրաշալի է։ Պետությունը ունի միջոցներ, պետությունը այդ միջոցները ազգային կենտրոնի միջոցով ուղղում է իրականացնելու ծրագիրը եւ այդ գործընթացը կազմակերպում է ընկերություն, բայց առաջնորդվում է կտրուկ տեխնիկական առաջադրանքով։ Ինչ է ներառված տեխնիկական առաջադրանքի մեջ։ Ինչ պետք է մատուցվի ավագ սերնդին առողջ երկարակեցության ծրագրով։ Այո, ճիշտ եք նշում, որ սա պետության պատվերն է, այսպես ասած, պետության հանձնարարականն է ապահովել տարածբնակության շրջանում համապատասխան ակտիվությունը, կարողությունների զարգացումը եւ ամրապնդումը, որպեսզի համալիր կերպով հնարավոր լինի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը ապահովել, եւ այս նպատակով ցեղ բնութագիրը այս ծրագրի արտահայտում է եւ անմիջապես արտացոլում է այդ ամբողջ հանձնարարականը, մասնավորապես ներառում են այն խմբակները, որոնք պետք է գործեն, խմբակների քանակը, որը պետք է ամրագրված լինի եւ փաստացի համապատասխանում է, եթե ոչ ավել աշխարհագրությունը, որպեսզի բոլորին հասանելի լինի, այո, եւ այս տեսանկյունից կարեւոր է թե նախկին շահառուների ներգրավվածությունը այս ծրագրի ընթացքում ապահովելու իրենց համար նախկինում մատուցված ծառայությունների շարունակականությունը եւ փոխանցումը տարեց տարի, բայց միևնույն ժամանակ կարեւոր է նոր շահառուների համար այս ծրագիրը հասանելի դարձնելը եւ ավել մարդկանց շրջանում տարածել գաղափարը, որ իրենք են տեր, իրենք են պատասխանատու ինչ որ չափով իրենց առողջության պահպանման, խթանման, ամրապնդման եւ այդ մտայնության փոփոխությունը, որ տարեց բնակչությունը ինչ որ առումով սահմանափակված է, ինչ որ առումներով հասանելիություն ունի որոշակի ծառայությունների, հակառակը կան ծառայություններ, որ մշակվել են, նախատեսվել են անմիջապես իրենց համար։ Այո։ Ուշագրավ է, որ այս ծրագիրը այս տարի գնաց նույնիսկ գյուղեր։ Մենք ունենք պիլոտային տեղեր, հենց գյուղեր եւ գյուղերի բնակչության համարել է անսովոր, որ իրենց գյուղում կա մի տեղ համայնքային կենտրոն, տարեցների ակումբ, առողջ երկարակեցության խմբակ, որտեղ կարող են գալ 1.5 ամիսների ընթացքում մարզային կտրվածքով ինչ է արվել, Տաթևիկ։ Մարզերը, ինչպես եւ անցած տարվա ծրագրերի ներգրաված մարզերը, նույնպես այս տարվան նույնը մնացել, ապահովել ենք Սյունիքի մարզում, Արարատի եւ Լոռի մարզում խմբակների շարունակական գործունեությունը, ինչպես դուք նշեցիք, այս տարի չնայած մարզերը պահել ենք, փոխել ենք իրենց, երկուսում բոլոր դեպքում, Արարատում եւ Սյունիքում փոխել ենք բուն տեղայինքը։ Արարատի մարզում Շահումյան գյուղում է տեղի ունենում խմբակը, իսկ Սյունիքի մարզում Արծվանիկ շնորհակալություն Արծվանիկ գյուղում մեր համար նաև կարևոր էր դա, որ մենք ներառենք ոչ միայն մեծ քաղաքները, այլ նաև գյուղերը, որովհետև հասկանում ենք, որ գյուղաբնակ բնակչության համար նմանատիպ ծրագրերը այնքան էլ հասանելի չեն ու դա մեզ համար կարևոր գործոն էր ներառել նաև դա։ Դրանից բացի մշակույթի փոփոխությունը, մտածողության փոփոխությունը, պարզ է, որ քաղաքներում մարդիկ ավելի հակված են, իսկ գյուղաբնակները գուցե մտածում են, որ ես պիտի միայն այ հողագործությամբ զբաղվեմ, միայն թորների խնամքով, միայն պահածոներ պատրաստելով, ոչ, դուք ունեք ձեր ժամանակը, դուք ունեք շաբաթվա մեջ այն 2 անգամ 1.5 ժամը, որ կարող եք գնալ, վայելել, ընկերանալ եւ նաեւ սովորել, թեկուզ 65-ից հետո 70-ից հետո։ Շատերը այդ մտքով էլ գալիս են, որ ինչի համար եմ գալիս, ինչ է սա ինձ տալու, շատերը նույնիսկ մտածում են, որ ամոթ է, այս խմբակները ունեն նաեւ այդ գործոնի դերը, այսինքն մենք ոչ միայն ներազդում ենք իրենց ֆիզիկական առողջության վրա, այլ նաեւ հոգեկան առողջության վրա ստերեոտիպերն ենք փոխում ու փորձում ենք այնպես անել, որ իրենք, այո, փորձում ենք այնպես անել, որ ընդհանուր առմամբ իրենց թե վարքը, թե ընդհանուր առողջությունը եւ կյանքի որակը բարելավվի։ Ինչ դժվարությունների եք բախվել այս ընթացքում, մենք միասին գիտենք, որ տարբեր տեսակի դժվարություններ եղան կապված մտածելակերպի հետ, տարիքային խումբն է առանձնահատուկ, կազմակերպչական առումով եւ արդյոք բոլոր տեղերում են հյուրընկալ այս ծրագիր ընդունելիս։
Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, դա մարզպետարաններն են, դա Երևանի քաղաքապետարանն է, որ այսպես հյուրընկալ կերպով ընդունում են ծրագիրը, համապատասխան դպրոցներում կամ համայնքային հաստատություններում տրամադրում են համապատասխան թույլտվությունը իրականացնելու, այս առումով միայն շնորհակալ ենք, ոչ մի խոչընդոտ չենք ունեցել, խոչընդոտ չեմ ասի, որ որպես այդպեսին խոչընդոտ մենք ծրագիրը մաքսիմալ ճկուն ենք փորձում իրականացնել, որպեսզի բոլոր մեր շահառուների, մեր տարեց բնակչության մասնակիցների կարիքները հաշվի առնենք, նկատի ունենանք եւ ծրագիրը ադապտացնենք նաեւ ըստ իրենց բարձրացրած կարիքների, հետեւաբար դա էլ չեմ նշի խոչընդոտը մի բան է, որ խանգարում է, իսկ մեզ այս պահին բարեբախտաբար ծրագրի իրականացման տեսանկյունից ոչ մի պրակտիկ խանգարող հանգամանք չկա, կան ադապտացիաներ, կա ճկունություն, կա սովորելու ծրագրի ընթացքում սովորելու, բարելավելու, կատարելագործվելու տրամաբանություն եւ կարծում եմ այս Ես էլ հանդիպումների ժամանակ միշտ ասում եմ մեր տատիկներին, չեմ ասում տատիկ-պապիկներ, որտեղ պապիկները пассив են, դա մի առանձին հաղորդման նույնիսկ թեմա է։ Ես միշտ իրենց ասում եմ, որ սա մի process է, որտեղ ներգրաված ենք բոլորս եւ նաեւ դուք կարող եք թելադրել, թե դուք ինչ եք ուզում եւ մենք դիտարկելով, վերլուծելով, հաշվի առնելով հանգամանքները, հնարավորությունները եւ հնարավորապես միջազգային փորձը անպայման դա հաշվի կառնենք։ Տատիկի դասացուցակը բովանդակությունը ինչ է ներառված 1.5 ժամվա ընթացքում շաբաթական 1.5 ժամ երկու անգամով ինչ են սովորում, ինչ են անում ավագ սերնդի ներկայացուցիչները առողջ երկարակեցության ակումբներում։ Հասանք ամենահետաքրքիր երևի մասին, բուն ծրագիրը իր մեջ ինչ է ներառում։ Ծրագիրը գործում է ամեն շաբաթ, շաբաթը 2 անգամ, ինչպես դուք նշեցիք, ամեն մի օրը ժամ ու կես է, այս 1.5 ժամվա ընթացքում իրենք ունենում են հնարավորությունը առաջի հերթին ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, այսինքն համակարգողի ուղղորդմամբ եւ օգնությամբ իրենք ապահովում են իրենց տարիքին եւ ֆիզիկական ունակություններին համապատասխան ֆիզիկական ակտիվության վարժանքներ կատարելուն, որից հետո ձեռնամուխ են լինում արդեն ճանաչողական գործընթացներին, հիշողությանը, ուշադրությանը եւ այլնին ուղղված վարժանքներին։ Սա ինձ թվում է ամենակարևոր գործոններից մեկն է կոգնիտիվ ֆունկցիաների խթանման հետ կապված, որովհետև ֆիզիկական ակտիվությունը ինձ թվում է, որ ավելի հեշտ է ապահովել, քան կոգնիտիվը, որովհետև նման վարժանքները մենք չենք անում նույնիսկ մեզնից անկախ։ Ֆիզիկական ակտիվությունը հնարավոր է նաև քայլքով կամ առօրյա ինչ-որ գործողություններով ապահովել, չնայած որ դա բավարար չէ բնականաբար, բայց նմանատիպ գործընթացները խթանելու համար, խոսք գնում է ճանաչողական գործընթացների մասին, անհրաժեշտ է ուղղորդում մասնագետների կողմից։ Իսկ մենք ունենք այդ մասնագետները, ովքեր չնայած լինելով այդ գործի մասնագետը եւս մեկ անգամ վերապատրաստվել են եւ վերապատրաստվելու են պարբերաբար տարվա ընթացքում ծրագրի, այսպես, բայց բացի նրանից, որ մենք ունենք շաբաթական 2 օր գործող խմբակ այս 2 գործառույթներով, ունենք նաեւ հավելյալ գործառույթներ, որոնք որ մենք ներառել ենք էլի առողջության խթանման ավելի, այսպես ասած, հետաքրքիր կոմպոնենտները ապահովելու համար։ Զարային հարցնենք, տատիկները շատ են սիրում էքսկուրսիաներ գնալ, թատրոններ, թանգարաններ, այսինքն միայն չբավարարվեն խմբակներում դասընթացներով եւ վարժություններով, մարզանքներով, ինչ է նախատեսված այս ծրագրի շրջանակում դուրս դեպի։ Դեպի դուրս դա բազմազան սոցիալական ընդլայնված բաղադրիչ է պլանավորված նախագծած այս տարվա ընթացքում, դա քայլարշավներն են եւ այստեղ ուզում ենք ուշադրություն հրավիրել նաեւ պապիկների, այս կոմպոնենտը ներառելու հիմքում դրված էր, որ ինչու միայն տատիկները, նաեւ պապիկները կարող են մասնակիցնել եւ տեսնում ենք, որ հենց այս արշավներին, այս ուղղորդված տարբեր մշակութային անձանց կողմից վարվող արշավների, համակարգվող արշավների ժամանակ արշավների ժամանակ հնարավոր է նաև տարեց պապիկների ներգրավվածությունը, բացի այդ ունենք գրքասերների ակումբը, որը շուտով կմեկնարկի եւս որի ընթացքում թե համատեղ ընթերցանության դասաժամերի ընթացքում, թե առանձին քննարկումների միջոցով ձևաչափով հնարավոր կլինի նաև խթանել այդ գործընթացը, բացի այդ բնականաբար այցելություններ մի շարք մշակութային հաստատություններ, որը եւս պարբերական բնույթ է կրելու այս տարվա թանգարաններ, համերգներ, որպեսզի ունենան թատրոն ներկայացումներ։ Այո։ Գիտեք ինչն է հետաքրքրական, որ
ավագ սենդի ներկայացուցիչները մարզերում եւ մայրաքաղաքում էականորեն տարբերվում են։ Օրինակ, մինչ աջափնյակում տատիկները ապարում են, որովհետեւ իրենք լավ մարզավիճակում են, ակտիվ են, առույգ, մարզերում ունենում ենք խնդիր, երբ որ մարդիկ մի քիչ էլ ամաչում են կենսակերպից, արդյոք նույնական ծրագիրը արդյունավետ կլինի, եթե այսպիսի բևեռացում կա ընկալումների, մշակութային տարբերության։ Պարզ է, որ գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ միշտ են տարբեր եղել, բայց որևէ կերպ կա գաղափար, թե ինչ պիտի արվի, որպեսզի նույնական ծրագիրը երկու տեղում հնարավոր լինի կիրառել։ Իրականում այստեղ վերադառնում ենք մենք այն մտքին, որ մենք բարբերաբար ու միշտ կապի մեջ ենք ծրագրի մասնակիցների հետ, միշտ իրենց հետ կարում ենք քննարկումներ, մենք լսում ենք իրենց առաջարկները, բողոքները, խնդիրները եւ փորձում ենք այնպես կազմել ծրագիրը նույնիսկ ընթացքում, փոփոխել այն այնպես, որ հարմար լինի իրենց առանձնահատկություններից ելնելով, լինի դա տարածքային առանձնահատկություն, թե անձնական առանձնահատկություններ, ցանկություններ եւ այլն, եւ փոփոխում ենք մեր ունակությունների ու կարողությունների շրջանակում բնականաբար այնպես, որ իրենք հաճույքով գան եւ ունենանք այն ազդեցությունը, այն օգուտը տանք, որը որ դրված է այս ծրագրի հիմքում, տալ օգուտ ավագ սերունդի ներկայացուցիչներին, ազդել իրենց առողջության խթանման վրա, բայց այնպես անել, որ նրանք ցանկությամբ կան, այսինքն ոչ թե պարտադրված գան կամ չգիտեմ ինչ, այլ իրենք սպասեն, որ այսօրը գա, որ իրենք պետք է գնան մասնակցեն առողջ երկարակեցության խմբակին։ Փորձում զրույցներն իրենց հետ հենց դա էլ ցույց են տալիս, որ մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է դեպի լավը։ Մեր խմբավարները, համակարգողները պատմում են, թե տատիկներ, որ գալիս էին տխուր ամաչկոտ մի անկյունում են նստում, հիմա արդեն ապարում են։ Ես գիտեմ, որ անսալով մասնակիցների խնդրանքին, պահանջին ծրագրով նախատեսված մի վարչական շրջանում նոր-նորքում մի ակումբից բացի մենք երկրորդը ստեղծեցինք, ինչու որովհետև մարդիկ շատ էին, արդյոք խմբերում 20-25 հոգի նախատեսված պահպանվում է, թե մարդիկ ավելի են գալիս։ Բնականաբար պահանջարկը հսկայական է, տարիների ընթացքում ձևավորվել է այդ պահանջարկը եւ բնականաբար հետևում ենք այդ կարիքներին եւ հնարավորություն ենք ընձեռնում ավելի շատ մարդ, քան 25 հոգին է ծրագրով նախատեսված ընդգրկել եւ մաս դառնել այս ծրագրի նոր-նորքում Տաթևիկը խնդրեմ հուշես կարծես 60-ի, 60-ի մոտեցող անձնակազմ մոտավորապես, այո, մոտ 60-ի կարգի մասնակից ունենք, ակտիվ մասնակից, պայքարող մասնակից, իրենց ակտիվությամբ, իրենց պահանջատիրությամբ հասան նրան, որ երկրորդ ակումբը կա եւ այստեղ եւ շնորհակալ ենք նաեւ մեր գործընկեր Alzheimer Armenia հասարակական կազմակերպությանը, որ աջակցում են եւ հնարավորություն են տալիս նաեւ ապահովել այդպիսի ընդլայնումը։ Ծրագրի շրջանակում ինչ նյութեր, ինչ նյութատեխնիկական բազա պետք կլինի, ինչ են մարդիկ անելու, արդյոք նաև դա է ապահովում այս ծրագիրը։ Բնականաբար ծրագրի իրագործման համար անհրաժեշտ են որոշակի նյութեր, պարագաներ եւ այլն։ Հիմնականում այստեղ կոգնիտիվ ֆունկցիաների խթանման վարժանքների համար են պետք գալիս գրենական պիտույքներ, թղթեր, մատիտներ, ֆիզիկական ակտիվության համար գնդակներ եւ այլն, ինչը որ բնականաբար օգնում են, որպեսզի այս բուն գործընթացը ճիշտ եւ հաճելի, այո, ինտերակտիվ հաճելի մթնոլորտում եւ կերպով ընթանա։ Ծրագիրը ընթացքում, տարվա ընթացքում եւ արդեն մարտից կընդլայնվի մյուս մարզերում, որոնք են, որ կընդգրկվեն ծրագրում եւ որտեղ է, որ սուր կարիքը կա, որ մտադիր եք հուսամ եկող տարիներին ընդլայնվել։ Բնականաբար ծրագրի ընդլայնումը առաջնահերթություններից է, տեսնելով եւ հետևելով ծրագրի գնահատումներին նախկին տարիներում իրականացված եւ տեսնելով մեծ պահանջարկը, աճող պահանջարկը, հրամայական է ապահովել ծրագրի տարածաշրջանային ընդլայնումը եւ այսպիսով այս տարվա առաջի երամսյակից արդեն եւս երկու նոր խմբակ կգործի թե Արագածոտն մարզում աշտարակքաղաքում եւ թե Արմավիրի Էջմիածին քաղաքում, սակայն մտքի մեջ ունենալով շարունակել ընդլայնումը, մասնավորապես օրինակ Վայոց-Ձորի մարզում հաշվի առնելով խոցելությունը եւ տարեցների կարիքները եւ պահանջարկը։ Ես էլ դիմումներից կարող եմ ասել, որ ապարանում են առաջարկում, սպիտակում են առաջարկում Թալինում, բայց Վայոց-Ձորը ամենահրատապներից է, մենք շատ ենք դրա մասին խոսել նաև
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ, որ հրատապ է այնտեղ նաեւ ծառայություն ունենալը։ Հուսանք, որ այս տարվա ընթացքում կամ ամենաուշ եկող տարի արդեն մեզ հիմա Վայոց ձորի բնակիչները, որ լսում են, կիմանան հասցե տեղ, որ կարող են գնալ եւ առողջ երկարակեցությունը վայելել։ Իսկ դուք զարգացման տեսակետից ինչ հնարավորություններ եք տեսնում առաջիկա ոչ թե տարվա տասնամյակների թեկուզ առումով, որն է վերջնական նպատակը։ Ոչ միայն ծրագրի, այլ ընդհանրապես մեր հիմնային նպատակն է ապահովել այնպես, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ունենանք նմանատիպ ծրագրեր կամ այս ծրագրի այնպիսի ընդլայնում, որ ընդգրկենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը առաջնային եւ հետո արդեն ունենք հնարավորություն մարզերում ունենալ մի քանի խմբակ, ներառել հնարավորինս շատ ավագ սերնդի ներկայացուցիչների։ Ցանկալի է նաեւ ինչ որ պահի բոլորին։ Օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մենք հիմա Արմավիրի մարզերի Վաղաշապատ քաղաքում մենք փորձում ենք քաղաքապետարանի, քաղաքային իշխանությունների աջակցությամբ ունենալ համայնքային կենտրոնի դասական օրինակը, երբ որ համայնքը ինքը իր ունեցած հնարավորություններից տարածք կտրամադրի, կնորոգի, կներգրավի դոնորներին, որպեսզի մեր ավակները, մեր մեծերը ունենան արժանավայել, վայելելու կյանքը հնարավորություն եւ վայր, ամենակարևորը վայր, որովհետեւ այսօր մենք դեռ դպրոցների, մշակութային տների կամ ինչ որ հաստատությունների հույսով ենք։ Սա է, որ դեռ պիտի շտկվի եւ ամենայնիվ կարծիքով գլոբալ նպատակն է, որ ամեն գյուղում, ամեն քաղաքում, ինչպես դուք նշեցիք, ոչ թե մեկ, դեռ երկու մեծ քաղաքներում տեղեր ունենանք։ Իսկ տարվա ընթացքում վերջին հարցը եզրափակիչ լինելու են արդյոք զանգվածային միջոցառումներ նախատեսված են այդպիսի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իրենք սիրում են, երբ որ բոլոր ակումբներից, մարզերից եւ այնց հավաքվում են մի ամբողջ ուժ է դառնում մի քանի 100 մարդ, ավելի ձեր ասած զորեղությունը երևում է։ Միանշանակ նախատեսում ենք եւ ակտիվ պլանավորում ենք դեռ փակագծերը չբացենք, բայց մոտ ապագայում նման միջոցառում լինելու է եւ դրա մասին բնականաբար մեր համակարգողների միջոցով կտեղեկացնենք մեր շահառուներին ծրագրի, որպեսզի ակտիվ լինեն եւ ներկա գտնվեն այդ մեծ միջոցառմանը։ Եվ մեր խոսքը ուղենք այն մարդկանց, որ տանը նստած են, լսում են, դեռ մտմտում են գան, չգան, իրենց ինչ կտա, մի մասը ամաչում է, մի դեպքում զավակները չեն խրախուսում, ինչպես կարող ենք համոզել այդ մարդկանց դուրս բերել տներից, տաղավարներից։ Միգուցե սկսել են խոսքը, որ ձեր առողջությունը ձեր ձեռքերում է եւ դուք ունեք այն հնարավորությունը, այն ջիղը ձեր մեջ շարունակելու եւ ապահովելու այն, որ ձեր տարիներ ավելի երկար տևեն, ավելի առողջ լինեք դուք, ավելի առույգ եւ ժիր լինեք եւ այս ծրագիրը ուղղված է հենց դրան, ստեղծեք նոր ընկերներ, ստեղծեք նոր հիշողություններ միասին, անցնեք այն ճանապարհը, որը կարծում եք, որ եթե այս պահին դուք նստած եք տան ու մտածում եք, որ անհետաքրքիր է լինելու, էլ ինչ է մնացել ապրելու։ Նույնիսկ ձեր նշած ծրագրի սկզբում դուք նշեցիք, որ մարդիկ նստած են տունը, ասում են ես գիրք եմ կարդում, իսկ դա հերիք է, մենք նույնիսկ դա ենք ապահովել ձեր համար, գրքասերների համար։ Եկեք օգնենք ձեզ, որ դուք օգնեք ինքներդ ձեզ, ձեր կյանքը ավելի առողջ, ձեր կյանքի որակը ավելի բարելավելու նպատակով։ Իսկ դուք ինչպես կխրախուսեք, Զարուհի, մեր տատիկներին, որ գան ակտիվ լինեն, չալարեն։ Քանի խմբակները ամբողջովին չեն համալրվել եւ կա հնարավորություն գրանցվել եւ ունենալ հարմարավետ պայմաններում, հարմարավետ միջավայրում հասանելի տարեցներին ուղված տարեցակենտրոն ծառայություններ, եկեք մաս դառեք այս ակտիվ երկարակեցության արշավին, այսպես ասած, որպեսզի դուք լինեք զորեղ, դուք խթանված լինեք կատարել որոշումներ, առողջությանը նպաստող որոշումներ եւ համապատասխան վարքագծային փոփոխություններ։ Մենք սիրում ենք ասել, կյանք տվեք ձեր ապրած տարիներին։ Այո, որ ամեն օրը տարբեր լինի, ամեն օրը հետաքրքիր լինի, որովհետեւ ամբողջ կյանքում ստեղծած զավակներին արդեն նպատակ են հասցրած, որոշ դեպքերում թորներին էլ արդեն նպատակ են հասցրած մարդու համար, էլ ինչ է մնում, քան վայելել կյանքը։ Այո։ Եվ այս յուրահատուկ հնարավորությունը հենց ձեր համար է, եկեք եւ մաս դարձեք այս նախաձեռնության։ Շնորհակալ եմ շատ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում։ Գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ երկար կյանք եմ մաղթում։